Աշնանը դավաճանում է արդյոք կնոջը եւ վկայակոչելով որ արդյոք բառը արդեն իսկ ինքը հարցական բառ է եւ ամբողջ այդ հոդվածը իրեն մեջ պարունակում է զուտ հարցադրում։ Հետեւաբար հարցադրումը այն մասին, որ հանրության շրջանում լուրեր են պատտվում, չի կարող փաստական տվյալ պարունակի։ Հետեւաբար երբ որ մեր վրա դրվում է պարտականություն, որ ապացուցենք, որ փաստական տվյալ չի պարունակում, մենք ասում ենք, սա հարցադրում է, ինչպես կարող է փաստական տվյալ պարունակի։ Այսինքն մենք չենք ժխտում որ փաստական տվյալ չկա մեջը։ Մեզ պարտավորեցնելով, որ պիտի հիմնավորենք, ապացուցենք, որ փաստական տվյալ չի պարունակում, դուրս է գալու, որ մենք պետքա որպես այսպեսին, որ շեշտում ենք դա հարցադրում է եւ ոչ թե կոնկրետ հստակ տեղեկություն չի պարունակում, պետք է սկզբունքին դեմ գնանք։ Հիմնավորելով, որ փաստական տվյալ չի պարունակում։ Եվ մենք սկզբանե ասում ենք, որ սա ընդհանրապես հարցադրում է։ Եվ չի կարող։ Ես մեր փաստաբանին հարցրեցի, ինքը այդ հարցին կարծես թե չպատասխանեց։ Այսինքն, եթե հարց է տրվել, թե Նիկոլ Փաշինյանը արդյոք դավաճանում է իր կնոջը, որովհետև այդպիսի լուրեր պատտվում են։ Նպատակը ո՞րն է։ Անպայման վիրավորել է, գուցե հրապարակ թերթը, վերջապես մեր վարչապետին եկեք փրկենք, ազատենք այս ստահոդ լուրերից։ Թող պատասխանի վարչապետը, որ չեմ դավաճանում, մեր վարչապետը թող հանգիստ իր շարունակի իր կյանքով ապրի։ Եկեք եկսիրով այդ հարցին իրավական տեսանկյունից պատասխան տամ։ Նայեք, զրպարտությունը որպես այդպեսին 3-4 կարևոր կոմպոնենտ պետք է պարունակի։ Առաջինը, թիվ 1 որ վճռաբեկ դատան անդրադարձել է, պետք է նշել է, որ պետք է իր մեջ պարունակի ստույգ կոնկրետ տվյալ, տեղեկություն, այսինքն կոնկրետ փաստական տվյալ, փաստ։ Հիմա մենք ասում ենք, երբ որ արդեն իսկ սկզբանե վերնագիրը տալիս է, որ Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը, ինքը հարցադրում է եւ դրանից հետո գալիս է երկրորդ նախադասությունները, ասում է վկայակոչում է հոդվածագիրը, ինչպեսին պետք է լինի երկրի առաջնորդը եւ բավականին լավ գեղեցիկ այդ հատկանիշները տալիս է եւ երրորդ կարեւոր դրանից հետո եկող նախադասությունն ասում է այդ իսկ պատճառով ցանկալի է կարեւոր է պարզել դավաճանում է թե ոչ, այսինքն հիմնվում այն հանգամանքի վրա, որ բարեվարկության կանոններից ելնելով, եթե երկրի առաջնորդը նման արարք է դրսևորում, որը հանրության շրջանում պատտվում է, ապա հանրության հետաքրքրող հարցի պատասխանը պետք է պարզել, ոչ թե արդեն արկա է փաստ, հանգամանք, տեղեկություն, որ նման բան կա, ճշտենք իրականության համապատասխանում է, թե ոչ, ասում հարկավոր է պարզել նման լուրերը, որ պատտվում են Նիկոլ Փաշինյանը դավաճանում է արդյոք թե ոչ, հետևաբար որպես այդպեսին մեր ամբողջ դատավարական այս նիստի ընթացքում այն հանգամանքներ վկայակոչվում, որ որևիցե փաստական տվյալ մենք չենք վկայակոչել։ Ուղղակի լրատվամիջոցը ելնելով օրենքով իրեն վերապահված իրավունքներից, այսինքն գործելով իրավահավասարության, խոսքի ազատության, բազմակարծության սկզբունքներից հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է երկրի հոգևոր առաջնորդի վերաբերյալ տեղեկություն տվյալ, եւ որը հնչեցել է արդյոք վեհապարը կաթողիկոսունի զավակ թե ոչ, քշերքի մյուս նժարին դնում է մյուս երկրի առաջնորդի եւ օգտվելով իր իրավական օրենքով ամրագրված սկզբունքներից հանրությանը հարց է ուղղում։ Հիմա երկրի առաջնորդը դավաճանել է կնոջը թե ոչ, այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը հարց է հնչեցնում, երկրի հոգևոր առաջնորդը ունի զավակ, թե չունի։ Դավաճանել է եկեղեցուն թե ոչ։ Այսինքն այս հանրային կարծիքի շահը բավարարելու հրապարակ օրաթերթի միտումը չի կարող դիտարկվել որպես հանրությանը մատուցվող փաստ տեղեկություն, այլ ընդամենը հարցադրում է հանրության ուղղված որոշակի շրջանակների։ Մենք դա ենք վկայակոչում։ Նախատես էին այստեղ օրինակներում, որ անձնականային իրավունքն են անդրադառնան, չնայած նրան, որ պաշտոնյա է եւ այլն եւ այլն։ Դուք ինչ օրինակներ կարող եք այսպես հակառակի մասին դրել, որտեղ ամբողջ աշխարհում պաշտպանված է։ Հարգելի լրագրողներ, քանի որ այսօր նախնական դատական նիստ էր, բայց տպավորություն է մենք արդեն դատաքննության ենք անցել, որովհետեւ հարցերը պետք է հնչվեին բացառապես միջնորդությունների հետ կապված շրջանակներում։ Սակայն մենք քննարկեցինք այդ նաև կողմը վկայակոչեց մեդի որոշումներ։ Ես հաջորդ նիստին շուրջ 20 եւ ավելի մեդի որոշումներ կվկայակոչեմ կոնկրետ այդ փաստարկներով, որոնք հակառակը կհիմնավորեն, որ
Նիկոլ Փաշինյանը լինել որպես քաղաքական գործիչ, ոչ միայն հանրային դեմ, բայց քաղաքական գործիչ, միեդը ունի քաղաքական գործիչների վերաբերյալ բազմաթիվ որոշումներ, որ նրանք պետք է պատրաստ լինեն քննադատություններին։ Եվ այս հոդվածը մասնավոր կյանքը նույնքան պաշտպանված չէ, որքան շարքային մասնավոր քաղաք։ Այո, հետևաբար հարգարժան կողմը վկայակոչվում որպես ֆիզիկական անձ, եւ դուք ականատեսեք, լսեցիք, որ ֆիզիկական անձ քիչ առաջ են, բայց ֆիզիկական անձ չէ միայն։ Նիկոլ Փաշինյանը երկրի առաջնորդ է կոչվում եւ քաղաքական գործիչ է։ Հետևաբար նրա կողմից արված ցանկացած արտահայտություն, ցանկացած դրսևորված վարքագիծ պետք է հանրությունը գնահատական տա, դա բարեվարկության մեջ դրսևորվում է, բարոյական է, թե բարոյական չէ։ Հետևաբար լրատվամիջոցները որպես այդպեսին հանրությանը հետաքրքրող հարցերը որպես այդպեսին հնչեցնում են քննադատության շրջանակներում։ Եվ սա լավագույնը կարող է զուտ դառնալ որպես քննադատություն։ Վիրավորելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող որպես այդպեսին, որովհետև սա իր մեջ ընդհանրապես հարցադրում է բարոյական կերպարի քաղաքական գործիչի վերաբերյալ։ Եվ այդ տեղեկությունը զրպարտությունը թե ոչ, ապա մենք դա տեղեկություն չէ, դա ընդհանրապես հարցադրում է։ Այդ թվում նաև կարող է դիտարկել որպես հռետորական հարցադրում հանրությանը ուղղված։ Տիկին Օհանյան, շարունակելով մի բառ, նայեք, մի դեպքում Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է հանդես գալիս, չհիշելով իր պաշտոնեական գործառույթները, մյուս դեպքում որպես ֆիզիկական անձ, սա ինչի համար է արվում, իրեն հետագայում պատասխանատվությունից ազատելու համար, թե լեգիտիմացնելու իր արարքները։ Դե մենք այս տարիներին Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դեմքերն ենք տեսել, այդ թվում մինչև Հիսուսի, Պապ Թագավորի եւ այլ քաղաքական դեմքերի հետ է իրեն նույնացնում ինքը, դա նորմալ է, արդեն սովորել ենք, չէ՞, այդ տեսակ փոխակերպումներին իր։ Բայց ես մի բան եմ ուզում ասել, հատվում է թե վարչապետի ներկայացուցիչն է դատարանում, վարչապետը գիտենք, որ երկար տարիներ զբաղվել է լրագրությամբ եւ խմբագիր է աշխատել, բայց մարդը կողմը փաստորեն չի պատկերացնում մամուլի լրագրողների աշխատանքի տարական նրբությունները, հա։ Հոդվածը, ցանկացած հոդված, դա իրավաբանական տեքստ չի, որ դու դնես սպեկտրալ անալիզ անես եւ ամեն բառը բերես համապատասխանեցնես օրենքին, ամեն բառի հետ կապված առանձին հարց տաս։ Հոդվածի հեղինակները սարկազմ են անում, հումոր են անում, տարբեր զուգահեռներ են անցկացնում, կարող է պամֆլետ լինել, կարող է ծաղր լինել։ Հիմա դուք պատկերացնում եք, ասենք, 4-րդ իշխանությունը ունի շարք, չէ՞, այդպես երազների շարք։ Հիմա նույն հաջողությամբ կարող է վաղ Նիկոլ Փաշինյան դիմի, ասի Նիկոլ Փաշինյանի երազը, որ նկարագրում է, այդ երազի մեջ գրած բաները չեն համապատասխանում իրականությանը։ Կան թերթեր ունենք, կայքեր ունենք, օրինակ իրավունք թերթը ունի բամբասանքի խորագիր, չէ՞, բամբասանքի տակ ներկայացնում են բան։ Ի վերջո, լրատվամիջոցը նրա համար չի, որ միայն զուտ փաստական տեղեկություններ հրապարակի, ինքը կարող է վերլուծություններ անել, հումոր անել, կարող է հարցադրումներ անել, հռետորական հարցադրումներ անել, կարող է զուգահեռներ անցկացնել, կարող է իր ոճի մեջ իրեն պատասխանել։ Մինչև 2018-ը Փաշինյանը կարողացել է այդ ոճով ստեղծագործել ազատորեն։ Ստացվում է մինչև 2018-ը մենք ավելի ժողովրդավար երկրում էինք ապրում, քան հիմա, որ նշում է, որ ժողովրդավարության ու թափանցիկության բաստիոն են։ Այո, եւ ես ասացի մի քիչ առաջ, չէ, որ ինքը տարիներ շարունակ ազգային ժողովի ամենաբարձր անդորից հնչեցնում էր օդում կախված լուրերի համաձայն եւ բազմաթիվ տեղեկություններ, պնդումներ էր անում, այսինքն այդ իր ցանկացած ելույթից հետո իրեն կարող էին դիմել դատարան, նույն, չգիտեմ, Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրամյանի, ում դեմ ասած։ Չեն ֆայմել իշխանությունը։ Չեն ֆայմել։ Հիմա օրինակ կաթողիկոս սրբազանները չեն ֆայմել, բայց ով էլ որ ֆայմում է, դիմում է, դատարանները հակառակ որոշում են կայացնում։ Եվ մի բան էլ եմ ուզում էլի արձանագրել, հա, ես շատ լոյալ, շատ լավ էի տրամադրված, մտածում եմ, որ դատարանն է, քաղաքացիական դատարանն է, հա, սա քրեական դատարան չի, քրեականները դե գիտենք, որ կաշկանդված են այդ որոշումները կայացնելուց, բայց քաղաքացիական դատարանը գոնե պիտի տարբերվի, մի քիչ ավելի անկախ լինի, չէ՞, բայց տեսեք, ասենք նախորդ նիստն արել է առանց մեր մասնակցությամբ դատարանը չի հաշվի չի առել, որ դիմացը լրատվամիջոց է, լրատվամիջոցի ներկայացուցիչը ներկա չի դատական նիստին, ինչու՞ ես դու նիստ անում եւ հապճեպ
այդ ապացույցների բերի բաշխում ես անում։ Երկրորդը գալիս է վարչապետի ներկայացուցիչը, որը թվում է թե ամբողջ օրը լայվ է մտնում, ելույթներ է ունենում, չէ, ամենտեղ ասում է եկեք ինձ հարցեր տվեք, ես պատրաստ եմ պատասխանել, եկեք իմ հետ բանավիճեք եւ այլն, եւ իր ներկայացուցիչը թույլ չի տալիս, որ այս լրատվամիջոցները լուսաբանեն ուղիղ դատական նիստը։ Ու դատարանն էլ բավարարում է անմիջապես իր պահանջը։ Ինչու՞ ես բավարարում։ Բա մի հատ չես հարցնում, ասես պատճառը ո՞րն է կողմ, երիտասարդ, քեզ համար շատ լավ հարթակ է, ելույթ ունենալու, խելացի մտքեր արտահայտելու, այսինքն նպատակահարմար չեն գտել, այսինքն սա ցույց է տալիս, որ ինչ-որ հարց կա, որ կաշկանդված են, ամաչում են, չեն ուզում լուսաբանվի, ես դրա համար եմ ասում, հիմա լրատվամիջոցները պիտի մեծ ուշադրություն դարձնեն այս դատական գործին, որովհետև այստեղ նաև երևում է, թե մենք ինչքան ժողովրդավար ենք, ինչքան անկախ ենք եւ դատարանը որքանով է կարողանում օրենքի տառը պահել։ Ամփոփելով խոսքի ազատության եւ նմանատիպ հայցերի սահմանը որտեղ է, այս զրպարտության, վիրավորանքի իշխանությունները շատ վիրավորվող են դարձել այս վերջերս, որտեղ է այդ սահմանագիծը։ Հիմա տեսեք, իրանք ինչքան շատ են զրպարտում ու վիրավորում, բոլորին, չէ, բոլորին, ոչ մի անձեռնմխելի օղակ, անձ, նույնիսկ հարգանքի արժանի ինստիտուտ, որպեսզի այնպեսին, ինչպեսին մեր եկեղեցին է Մայրաթոռը, իրենց համար անձեռնմխելի չէ, կարող են ասենք սրբազանների մասին գրել մանկապիղծ են, կարող են գրել, որ չգիտեմ, բան են խախտել են կանոնակարգը եւ այլն, իրենց ամեն ինչ թույլատրելի է, բայց իրենց նկատմամբ տեսեք մի կես քայլ արվում, թե չէ, իրանք ոնց են բոլոր հնարավոր միջոցներով իրենց շահերը պաշտպանում, իրենց իրավունքները պաշտպանում, նույնիսկ մտնում է դատարան։ Այն դեպքում, որ այս պարագայում, ասենք 30 տարվա մեջ մենք չենք ունեցել նման դեպք, որ երկրի նախագահը դիմի դատարան, սա առաջին դեպքն է, չէ՞։ Նախադեպը ձևավորում մարդը արդեն։ Շրջանում սաստկացել են կարծես թիրախավորումները իշխանությունների ոչ հաջող լրագրողների։ Այսօր հրապարակն է դատարանում 2-3 օր առաջ ժուրնալիստների միության նախագահին էին թիրախավորել։ Ինչ եք կարծում այս կոնտեքստում արդյոք ճնշումները ուժեղ չեն լինի դատարանի վրա։ Ինչ ակնկալիքներ ունեք ամեն դեպքում, որտեղ կարծես բռնաճնշումների ուժեղ փուլ ենք մտել, որտեղ հերթը լրագրողներին հասավ։ Այո, դե գիտեք ինչ, հիմա մեր գործը այդպես ես չէի շատ կարևորի առանձնացնի, ընդհանուր լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ մի հատ ալիք է սկսվել, հա, որը ես կարծում եմ, որ այդ նույն բանի մեջ է, տրամաբանության մեջ է, ինչպես հիմա իշխանությունը ճնշում է ընդդիմությանը, համայնքապետերը ձերբակալում, սրբազանները նստած բանտում, հա, եթե սրբազանները բանտում են, ինչու պիտի լրատվամիջոցների ղեկավարները կամ լրատվամիջոցներն իրենք չթիրախավորվեն, շատ նորմալ այդ վարքագծի, այդ քաղաքականության շարունակությունն է սա, ես կարծում եմ, որ ես մեծ ակնկալիքներ չունեմ, ճիշտն ասած, շատ կուզենայի, որ մեր դատարանը, կոնկրետ այս կինը, Նելի Հարությունյան, բավականին հաճելի դեմքով տիկին է եւ ես կուզենամ, որ ինքը կարողանա հաղթահարել այդ ճնշումները եւ արդար օբյեկտիվ որոշում կայացնել, որովհետեւ իրոք այդ որոշումը կարա մի կես քայլ լինի մեր երկրի կայացման, մեր դատական համակարգի կայացման ճանապարհին, բայց նաև տենց պատրանքներ չունեմ, ես վստահ եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, գնալու ենք եւ վերաքննիչ եւ վճռաբեկ եւ եթե կահարկ լինի Եվրոդատան, դեռ այսօր մի տրամադրել։ Միգուցե մեր գնալու կարիքը չկա դիսկոն, շատ լավ կլինի։ Այդքան բուզող հարցի պատասխանը ումից պիտի լսենք դավաճանելը թե։ Գիտեք, ես կարծում եմ, որ այդ հարցը պատասխան չենթադրող հարց է իրականում, դա իրեն պատասխան էր եկեղեցու դեմ արած այդ իրա գրառումներին, այդ իրա պահվածքին, այս արշավին, հա, եկեղեցու դեմ, որ ինքը սկսել է։ Դրա համար, երբ որ ինքը դադարեցնի եկեղեցու դեմ արշավը, մենք էլ կհրաժարվենք այսպիսի հարցադրումներ անելուց, ասենց ասեմ։ Հիմա ստացվում է, որ ծափահարել կարելի է միայն Նիկոլ Փաշինյանի։ Այն էլ եկեղեցու ներսում, չէ՞, պատարագի ժամանակ։ Եվ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ բոլորից։ Հարգելի Հարգելի հետևողներ,